Տիկին Ստեփանյան, եթե դրսում հայտնված երեխայի ծնողները չհայտնաբերվեն, կոնկրետ ինչ փուլերով է անցնելու երեխայի որդեգրման գործընթացը։ Եթե երեխան համարվում է գտնված ընկեցիկ երեխա, ապա երեխային հայտնաբերելուց հետո անմիջապես փաստացի հայտնաբերած համայնքի սոցիալական աշխատողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին եւ ոստիկանություն ուղարկել հարցում երեխայի ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ։ Ոստիկանությունը երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ պատասխանը ներկայացնում է հարցումը ստանալուց հետո ոչ շուտ քան 3 ամիս եւ ոչ ուշ, քան 4 ամսվա ժամկետում։ Երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո միայն երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա։ Հետևաբար երեխայի ծնողներին հայտնաբերելու այս փուլը ինքնին կարող է տևել 3-ից 4 ամիս։ Իսկ երեխայի որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու այս գործընթացը կախված է նաև այդ փաստաթղթավորումից եւ օրենսդրությամբ սահմանված հաշվառման ընթացակարգերի իրականացումից հետո։ Որոնք են երեխայի որդեգրման ենթակա ճանաչելու հաջորդ քայլերը եւ ինչ ժամանակում կարող է սկսվել գործընթացը։ Ոստիկանության կողմից համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո, այսինքն երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ, արդեն երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա։ Սա ինչ է իրենից ներկայացնում, այսինքն իրականացվում է երեխայի փաստաթղթավորումը, անձնական գործի կազմումը, օրենսդրությամբ սահմանված տարածքային եւ կենտրոնացված հաշվառման գործընթացները եւ երեխայի տվյալների մուտքագրումը համապատասխան տեղեկատվական համակարգ։ Միաժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն կարևոր հանգամանքին, որը հաշվի առնելով, որ երեխայի եւ որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է այն պարագայում, երբ որդեգրել ցանկացող անձը հաշվառված է որպես որդեգրել ցանկացող անձ, ստացել է երեխա որդեգրելու հնարավորության վերաբերյալ դրական եզրակացություն եւ գտնվում է հաշվառման մեջ, այսինքն օրենսդրությունը հստակ սահմանում է այս պարագայում համադրումը ինչպես է իրականացվում։ Այսպիսով երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա այդ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերի առկայության դեպքում եւ հաջորդիվ արդեն իրականացվում է երեխայի բուն հաշվառման գործընթացը եւ ներկայացվում է որպես որդեգրման ենթակա երեխա։ Մանուկ տեղեկատվական համակարգում այս պահին քանի հոգի կան, որ ցանկանում են փոքրիկ Սոսեին որդեգրելու։ Քանի հոգի է հաշվառված։ Ինչպես նախորդիվ ներկայացրեցի, օրենսդրությունը հստակ սահմանում է, գտնված երեխայի դեպքում որդեգրման իրավական հիմքերը ինչպես պետք է լինեն, այսինքն անհրաժեշտ է հարցումը ստանալ, ունենալ հավաստիացումը, որ երեխայի ծնողներին չեն հայտնաբերվել, որից հետո նոր երեխան կհաշվառվի։ Թույլ տվեք, քանի որ այս պահին միջոցառումն են իրականացվում օրենսդրությամբ սահմանված կարգով, ես ներկայացնեմ մանուկ տեղեկատվական համակարգում հաշվառված տվյալների վերաբերյալ։ Ներկայությամբ որպես որդեգրել ցանկացող անձ նշել տեղեկատվական համակարգում հաշվառված է 108 անձ, այսինքն որդեգրել ցանկացող անձ եւ 268 երեխա որպես որդեգրման ենթակա երեխա։ Այսինքն առանձին որ ընտրեն թե որ երեխային են ուզում որդեգրել, այդպիսի նշում չկա։ Ընդհանուր հետաքրքրվածների քանակն է։ Տեղեկատվական համակարգում մուտքագրվում են որդեգրման ենթակա երեխաների տվյալները եւ մուտքագրվում են այն քաղաքացիների տվյալները, ովքեր ցանկություն են հայտնել որդեգրել երեխային։ Այդ բազան է, որտեղ արդեն համադրման արդյունքում կազմակերպվում է օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրել ցանկացող անձի եւ որդեգրման ենթակա երեխայի համադրումը։ Այսինքն կարող են ընտրել կոնկրետ որ երեխային են ուզում որդեգրել։ Միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանման ու ուրեմն հաշվի առնման պարագայում։ Տվյալ դեպքում ձեր կողմից նշված փոքրիկի տեսակցության համադրումը դեռևս չի իրականացում, ինչպես ես արդեն նշեցի, օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ են իրականացվում։ Ես ներկայացրեցի մանուկ տեղեկատվական համակարգում ներկայությամբ հաշվառված երեխաների եւ քաղաքացիների որդեգրել ցանկացող անձանց թվային ցուցանիշները։